Ընդհանուր այս կոնֆերանսին Հայ եւ ռուս փորձագետները տեսակապով քննարկում են Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու Մայր Հայաստանի նախագիծը։ Ազատ տնտեսական գոտի չի կարող լինել, եթե չկան ներդրումներ, ասում է Մայր Հայաստան դաշինքի Գյումրիի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը։ Ընդդրտուքի մեջ ենք նաեւ ներդրողների, այսպես ասած մեր հարևան երկրների, բացի թշնամական երկրներից, բոլորի հետ փորձում ենք իրենց բիզնես դասի մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպել եւ հասկանալ որևիցե մեկը ինչքանով է հետաքրքրված մեր Գյումրի քաղաքի ազատ տնտեսական կոդով։ Ըստ Սիմոնյանի առաջին օտարերկրյա արձագանքը կա, ռուսները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անել։ Եթե Գյումրին ազատ տնտեսական գոտի դառնա ու հարկային ազատ քաղաք հռչակվի, Գյումրիում ոչ մի խնդիր անլուծելի չի մնա, ասում է Մայր Հայաստանի քաղաքապետի տեխնացուն։ Եթե այդ ներդրումները կան Հայաստան, Գյումրի քաղաք, համոզված եղեք շատ կարճ ժամանակում Գյումրիի ցանկացած խնդրեմ արդեն լուծված կլինի։ Հայաստանում բիզնեսի բոլոր ուղղություններն են հետաքրքրում ռուսներին, նկատում է Սիմոնյանը։ Հիմա պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանում ըստ նրա նոր շուկաներ են փնտրում եւ այն կարող են գտնել Հայաստանում։ Եվ գյուղատնտեսության մեջ են ուզում իրենք, եւ բարի ֆաբրիկաների մեջ, տեքստիլի մեջ, պլաստիկի մեջ, պարենային եւ ոչ պարենային յուրաքանչյուր ոլորտում իրանք ունեն իրենց հետաքրքրվածությունը։ Չկա առանձնացված մի ոլորտ, որ ասես այստեղ ուզում են, այնտեղ չեն ուզում։ Քանի որ իրանք ԵԱՏՄ-ի երկիր են հանդիսանում, ինչպես եւ մենք, եւ իրենք ունեն իրենց վրա այս բանի պատժամիջոցներ, իրենք շատ ձեռնտու է, որպեսզի այստեղ ներդրումներ կատարեն։ Ներդրողների աշխարհագրությունը կարող է մեծանալ, ասում է Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Եթե Գյումրին ազատ տնտեսական գոտի դառնա, այստեղ ներդրումներ կգան նաև արևելյան երկրներից։ Ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը Գյումրին հարկային ռեժիմի առումով շատ կարեւոր է եւ մենք գտնում ենք, որ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի ստեղծվեն հազարավոր աշխատատեղեր եւ մենք ունենանք իրական տնտեսական զարգացում։ Ազատ տնտեսական գոտի դառնալու համար այստեղ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կան, ասում է Մայր Հայաստանի Գյումրու ավականու տեխնացու տնտեսագետ Էդվարդ Մանուկյանը։ Ինչպես հարավը գիտեք անցնում է Գյումրիով, երկաթուղային գծի, երկաթուղային հանգույցի արկայություն եւս բավականին մեծ պոտենցիալ իրենից ներկայացում եւ առավել եւս որ մենք այնպիսի քաղաք ենք, որ ունի սեփական օդանավակայան է, որը եւս տնտեսական զարգացության, տնտեսական ազատ գոտի հրճակվելու համար ամենակարևոր նախապայմաններից մեկն է։ Չորրորդ համարի քվեաթերթիկով Գյումրիի ղեկավարումը ստանձնելու համար պայքարող Մայր Հայաստանի անդամները ասում են գիտեն, որ ավականու մանդատով չի լուծվելու հարցը, բայց գյումրեցիներին խոստանում են այդ մանդատով ճնշել պատասխանատուներին անհրաժեշտ արդյունքի համար։ Էդգար Ղուշյան, Ալբերտ Սերոփյան եւ Հենրիկ Համազասպյան, Հայլուր։